Ամենահաճելի պահերից է ու ամենահամեղ ուտելիքներից մեկն է աշխարհի էս։ Այս ուրախությունը նորավանքն է, համ վազում ենք, համ նորսվում ենք, համ էլ տեսնում ենք Հայաստանի հերթական հրաշքներից մեկը։ Դա ճանապարհ ենք եկել, մոտավորապես 2 ժամից կլինենք մեր ուզած վայրում։ Ճանապարհին Հայաստանը լրիվ ուրիշ ձև է տեսնում։ Կողքի հարթավայրեր են, հետո արդեն քարքարոտ լեռներ, ոլորաններ ու կիրճեր։ Կան տեղեր, որ ուզում ես ուղղակի մեքենան կանգնեցնել ու նայել տեսարանը։ Արմավիր, Արարատ եւ Վայոց ձոր։ 3 մարզ կիսեցինք մինչև հասանք ու ինչքան գնում էինք, այնքան ավելի սիրուն էր դառնում ճանապարհը։ Հասկացանք, որ միայն մարզումների կադրերով չի լինելու այս մուդը փոխանցել։ Կարմիր ժայռերը, նեղ ճանապարհները, բնական գույները, քարվաճար հիշեցնող ճանապարհներ, ոնց որ ֆիլմ լիներ։ Նորավանքը կառուցվել է 13-րդ դարում, 1205 թվականին։ Քամալերի տարածքի հատվածներն առաջացել են հաջորդ տասնամյակների ընթացքում։ Խաչքարերն առանձին պատմություն են։ Մոտիկից նայում ես, հասկանում ես, ինչ մանր աշխատանք է արված։ Հարյուրավոր տարիներ են անցել, բայց ամեն նախշ դեռ տեղում էր։ Տարօրինակ զգացում կար, ոնց որ ժամանակը սովորականից ավելի դանդաղ անցներ։ Սկսում ենք մարզվելը։ Առաջինը վազքից էլ սկսեցինք հենց Նորավանքում։ Նորավանքի լեռներն են, Վայոց ձոր։ Բավականին անմաչելի են մեր լեռները, բայց չեն խանգարում մեզ համատեղել սպորտը եւ ազգային արժեքները։ Իրականում լեռներում մաքուր օդին մարզվելը լրիվ ուրիշ ֆիլինգ է։ Դալիճում ինչքան էլ մարզվես, նման վայրերում ուրիշ մոտիվացիա կա։ Ոգնածությունն էլ չես զգում, ամեն բան ուրիշ կերպ ես տեսնում։ Այսպիսի տեղերում մի քիչ կտրվում ես առօրյայից։ Մնում է քեզ հետ ճանապարհը, բնությունը, քարերը, լեռները եւ դու քո սեփական մտքերի հետ։ Ինչքան է փորձեմ պատմեմ ու նկարագրեմ ձեզ, միևնույն է իրական տեսածի հետ չես համեմատի, ինչևէ, մենք ունեցանք գեղեցիկ առողջ մարզումներ, որից հետո այն լիարժեք դարձնելու համար պիտի սնվենք, բայց Վայոց ձորում այն սնունդը սովորական չէր։ Ճիշտ է, տնից վերել ենք լիքը բան, բայց քանի որ լեռներում ենք, պիտի այս վայբը ստացվի։ Ու ամենահաճելի պահը իմիջիալոց թեյը նրանայից է։ Ահա եւ վերջ մեր Վայոց ձորյան օրից, որի մեջ կար մի քիչ սպորտ ու լիքը Հայաստան։